Իրանը կմասնակցի աշխարհի առաջնությանը։ Ֆուտբոլի միջազգային կոնգրեսի ժամանակ հայտարարել է FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։ Իհարկե, Իրանը կմասնակցի 2026 թվականի FIFA-ի աշխարհի առաջնությանը, եւ իհարկե, Իրանը կխաղա Միացյալ Նահանգներում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ համաձայն է Իրանի մասնակցությանն աշխարհի առաջնությանը։ Այսպիսին է Թրամփի հիմնավորումը։ Եթե Ջանին ասել է, որ Իրանը պետք է մասնակցի, ապա ես համաձայն եմ։ Ջանի Ինֆանտինոն իսկապես լավ մարդ է, նա իմ ընկերն է։ Հավանաբար Իրանը լավ թիմ ունի։ Կանադայում FIFA-ի համաժողովի ընթացքում Ինֆանտինոն առաջարկել է Պաղեստինի եւ Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահների ձեռքսեղմում, բայց Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարվել է, ասելով. «Մենք տառապում ենք»։ Ջիբրիլ Ռաջուբը հայտարարել է, որ չի կարող սեղմել մի երկրի ներկայացուցչի ձեռքը, որի կառավարությունը ցեղասպանություն է իրականացնում եւ տառապանքներ պատճառում իր ժողովրդին։ Համատեղ լուսանկար կամ հաշտության որևէ հրապարակային ժեստ այդպես էլ չի կայացել։ Միջադեպից հետո Ինֆանտինոն նշել է, որ ֆուտբոլը քաղաքականության մաս չէ։ Դուք երբեք չպետք է մոռանաք մի բան։ Ձեր երկու ֆեդերացիաներն ունեն նույն իրավունքները։ Իրավունք կազմակերպել ֆուտբոլ ձեր համապատասխան տարածքներում։ Իրավունք ներկայացնել ձեր երկրները միջազգային ասպարեզում։ Եվ իրավունք ու պարտականություն ձեր երեխաների մեջ սերմանել ֆուտբոլի հանդեպ սեր եւ միմյանց նկատմամբ հարգանք։ FIFA-ի կոնգրեսում քննարկվել է նաև ֆուտբոլային գլխավոր կառույցի բյուջեն։ Նոր հովանավորների շնորհիվ 2027-ից 2030 թվականների բյուջեն կապահովի ռեկորդային 14 միլիարդ ամերիկյան դոլար եկամուտ։ Սա հնարավորություն կտա շատ երկրների զարգացման նոր ծրագրեր իրականացնել։ FIFA-ի եկամուտները կբաշխվեն բոլոր 211 ֆեդերացիաների միջև։ Ֆուտբոլը նաև կաթոլիկ աշխարհի հովվապետի ուշադրության կենտրոնում է։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը պատասխանելով աշխարհի առաջնության շրջանակում կայանալիք Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պերու հանդիպման մասին հարցին հայտարարել է, որ երկրպագում է Պերուի հավաքականին։ Հռոմի Պապը արմատներով եւ ԱՄՆ-ից է, եւ Պերուից։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։